Հարգելի գործընկերներ, իհարկե մենք հիմա ամփոփում ենք ընթացիկ 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները եւ ես նաեւ այս առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավորներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար, որովհետեւ մենք իսկապես շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բանալի բառը անցնելն է, որովհետև մենք այդ ճանապարհը անցել ենք եւ հույս ունեմ ես իմ բերած տվյալներով կարողացա հաղորդել այդ զգացողությունը, որ մենք այդ ճանապարհը անցնելով հասել ենք բոլորովին այլ տեղ։ Իհարկե մարտահրավերները նույնպես տեղում են եւ առարկայանում են եւ պիտի արձանագրեմ, որ առաջինը մենք երկու անգամ գեր ծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ուզում եմ հիշեցնել 2021 թվականին մենք ինչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն են ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունեցել են, բայց ձեզ հայտնի պայմաններում եւ միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների եւ այդ մարտահրավերներին արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի առաջիկա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հատվածը, մասնավորապես մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Ես ուզում եմ արձանագրել, որ այո, մենք պետք է հստակ արձանագրենք, որ ըստ էության խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, այդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ process-ները եւ այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից եւ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետքա ձեռնարկի միջոցներ եւ մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաեւ այդ պարտավորությունը ստանձնել ենք եւ վերաստանձնել ենք իհարկե նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեին եւ ասցին հարցադրեցին թե իսկ ինչու այդ խնդիրները մինչեւ օրս լուծված չեն մենք էլ փորձեցինք բացատրել եւ իրականությունը հենց այդպիսին է որ խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումը էականորեն դժվարանում է, որովհետև գիտեք, պետքա շատ հստակ եւ ուղիղ ասել։ Եվ նախորդող շրջանում 2021 թվականին ընտրություններին հաջորդած եւ 2020 թվականի ընտրություններին հաջորդած շրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության գերկենտրոնացումը եղել է խաղաղության օրակարգը եւ բոլոր հնարավոր ուժերը եւ էներգիան կենտրոնացվել են այդ խնդրի լուծման վրա։ Սա ունեցել է նաեւ շատ էական պատճառ 2021 թվականի օգոստոսի 24-ին այս դահլիճում հաստատված կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը սկսվում է արձանագրումով, որ Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առաջ խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունն է եւ մեծագույն ջանքերը եւ մեծագույն էներգիան ուղղվել է այդ պարտավորությունը կատարելու վրա չնայած լավ լուրն այն է եւ սա իսկապես շատ հիշարժան փաստ է որ այս ընթացքում ինչպես ես առիթ ունեցա նշելու Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շարունակել է բնականոն զարգացումը, այլև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը ըստ էության
բարձր է եղել նախորդող շրջանում եւ աշխարհի միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից,